Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Զուրաբ Գիրչի Ջափարիձեի դատավարությունը։ Դատավարությունը քաղաքական գործին մեղադրում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու մեջ։ Մինչդեռ Ջափարիձեն մտադիր չէ գրավը վճարել։ Ռուսուդան Շարաձեն ակադեմիկոս Գուրամ Շարաձեի որդին անդրադարձել է Գուրամ Շարաձեի սպանությանը։ Նա հանձնաժողովին հիշեցրեց 2007 թվականի մայիսի 20-ի դեպքը, երբ Մելիքիշվիլի և Շանիձե փողոցների անկյունում 3 անգամ կրակեցին հոր վրա։ Ես պնդում եմ, որ Գուրամ Շարաձեի սպանության սցենարը կանխամտածված, բեմադրված և իրականացված է։ Գործը սարքված է եղել հենց առաջին րոպեից, ասել է Ռուսուդան Շարաձեն։ Նրա խոսքով 2012 թվականից հետո այն ժամանակ սպանության մեջ մեղադրվող Գյորգի Բարաթելին ասել է, որ 2007 թվականի մայիսի 20-ին կեսօրին իրենց փողոցից վերցրել են, տարել Թբիլիսյան ծով, ծեծել, խոշտանգել, պահանջելով խոստովանել Գուրամ Շարաձեի սպանությունը։ Ջո Ուիլսոնը հետաքրքրված է, թե ինչ է մտադիր անել պետդեպորտամենտը վրացական երազանքի հետ կապված։ Ես շնորհակալ եմ Թրամփի վարչակազմի կողմից Վրաստանում հակաամերիկյան վրացական երազանքի ռեժիմի նկատմամբ ցուցաբերած կոշտ դիրքորոշման համար։ Նրանք կեղծեցին հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրությունները։ Նրանք քրեականացրին Ամերիկայի հետ կապված ցանկացած կապը։ Նրանք վտարեցին ամերիկյան ընկերություններին, արգելափակեցին առևտուրը և հասանելիությունը միջին միջանցքում գտնվող հանքանյութերին և Վրաստանը վաճառեցին Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ Նրանք բազմիցս վիրավորել են նախագահ Թրամփին և ամերիկյան ղեկավարությանը։ Հաշվի առնելով սա, ես շատ շնորհակալ եմ Ռոնդելի հիմնադրամի հետ համատեղ հրապարակվել է զեկույց, որը ցույց է տալիս Չինաստանի կոմունիստական կուսակցության վերահսկողությունը Վրաստանում, և ես կցանկանայի այն ներկայացնել որպես արձանագրություն։ Բացի այդ, 200 օր շարունակ ազատատենչ վրացիները դուրս են եկել փողոցներ ամերիկյան դրոշներով և նախագահ Թրամփի պաստառներով։ Ձեր ղեկավարությամբ ինչ է արվելու, որպեսզի պետդեպորտամենտը Վրաստանի ժողովրդի անունից իրական գին սահմանի հակաամերիկյան վրացական երազանքի համար, հարցրել է Ջո Ուիլսոնը Ռոբիոյին։ Մարկ Ռոբիոն պատասխանեց, նշելով, որ Ամերիկայի նպատակը ազգային շահերն են։ Լիտվան վիզայի պահանջ է սահմանել Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական և կամ ծառայողական անձնագրեր։ Այս մասին հաղորդում է Դելփի հրատարակությունը։ Հրատարակության փոխանցմամբ Լիտվայի կառավարությունն ընդունել է մի բանաձև, որը նախատեսում է Եվրամիության խորհրդի կողմից հունվարին ընդունված որոշման իրականացումը, որը ենթադրում է վրաց դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը։ Առանց վիզայի ռեժիմի կասեցումը վերաբերում է դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր նույնպես այլևս չեն կարողանա օգտվել երկարաժամկետ վիզաներ ստանալու պարզեցված և ավելի էժան ընթացակարգից։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Լիտվայի կողմից դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշմանը։ Ինչպես Պապուաշվիլին գրառում է սոցիալական ցանցում, այս որոշումները 2010 թվականին ստորագրված Եվրոպական միության և Վրաստանի միջև վիզաների տրամադրման ընթացակարգի պարզեցման մասին միջազգային համաձայնագրի կոպիտ խախտում են և որևէ իրավական հիմք չունեն։ Ընդդիմադիր որոշ կուսակցությունների հայտարարություններ ոչ խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխելու մասին քաղաքական գնահատականների առարկա են։ Գեդեվան Փոփխաձեի հայտարարությունը արմատականացման և խորհրդարանի շենքի պիկետավորման, ինչպես նաև կառավարության լուծարման մասին հասարակական արձագանքների է արժանացել ընդդիմադիր դաշտում։ Նրանցից ոմանք հեռանում են բռնի իշխանափոխությունից և հայտարարում, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով։ Նրանց հայտարարության համաձայն մայիսի 26-ը հանրային տոնակատարության օր է և ընդդիմության մի մասը վրաց ժողովրդի հետ միասին մտադիր է այս օրը տոնել խաղաղ պայմաններում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հերթական հրապարակումը։
Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը հիշատակվում է ոչ լեգիտիմ, ապա տեղեկատվության հետ մեկտեղ ժխտում է ժողովրդավարության ինստիտուտները։ ՀԿ-ների եւ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի սոցիալական արդարադատության ամենամեծ ֆինանսավորողը Եվրամիության դեսպանատունն է։ Եվրամիության դեսպանատունը պետք է կողմնորոշվի մտադիր է թե ոչ արձագանքել ծայրահեղականությանն աջակցելու համար Եվրամիության քաղաքացիների գումարների էվստրեմիզացիային աջակցելու ծրագրերին, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Արդարադատության նախարարի եւ Չինաստանի դեսպանի հանդիպումը։ Պատասալյան Ճաու Ցիենին ներկայացրել է նախարարության գործունեության առաջնահերթ ոլորտները։ Զրույցի ընթացքում նաև անդրադարձել են Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությանը եւ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության հեռանկարներին։ Ժնևում Արևտրի համաշխարհային կազմակերպության կենտրոկայանում տեղի է ունենում Արևտրի համաշխարհային կազմակերպությանը Վրաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Արևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջոն եւ այլ ներկայացուցիչներ։ Կազմակերպվել է նաև ցուցահանդես։